Հայաստանից Պարսկաստան ինչ-որ բանջարեղ են արտահանվում, որ Պարսկաստանից Հայաստան բերում են։ Մենք ինչ-որ մի բան տալիս ենք, որպես գյուղմթերք Պարսկաստան։ Արտադիր պետք է գյուղմթերք արտահանեն։ Հա, գյուղմթերքի մատ, մենք գյուղմթերքի մեր շուկան այնպես չի, որ Հայաստանում գալու է 4 երկրից պոմիդոր է գալի, բայց մեր պոմիդորը այդքան ինչ-որ այդ 4 երկրներում վաճառվում։ Այլ երկրները Ղազախստան պոմիդոր բերում է Հայաստան, Ուզբեկստանը բերում է, Թուրքիան բերում է, Պարսկաստանը բերում է։ Մենք այս 4 երկիրում։ Այդ որտեղից գիտեք, որ Ղազախստանը Հայաստան պոմիդոր է։ Ուզբեկստանը Խանութերում դրա ուզբեկական բանը պոմիդորը սիրուն ու պակովկեքով վաճառում են։ Ռեկլամել անում են ուզբեկական քաղցր պոմիդոր, բայց մենք անում ենք Ուզբեկստան։ Ձեր հարցը չեմ կարող հասկանալ։ Ուզում եմ իմանալ, մեր մոտից Պարսկաստան տանում են, որ Պարսկաստանից այդքան բան բերում են։ Մեր խնդրեմը ի՞նչն է Հայաստանից որ երկիր արտանում, թե մենք մեր ներողություն մի հատ բան ասեմ, էլի մեր խնդիրը է, որ մեր լոլիկը բարձր գնով վաճառենք, ճիշտ է։ Ընդունելի բարձր։ Հիմա նայեք ինչ է կատարում։ Մենք մի քիչ առաջ պարոն Խոջյանն էլ մեր ընկերն էլ ասեց, որ սուպերմարկետներում 700 դրամից պակաս չկա։ Քաղաքի շուկաների, ֆերմերային շուկաների բացման նպատակը որն է, որ մենք մեր ապրանքը տանենք հասցնենք ընդեր, այլ քաղաքացին Երևանի բնակիչ է, չի մտնելու 700 դրամով սուպերմարկետից առնի, մտնելու է 500 դրամով լոլիկը առնի։ Ժողովուրդ, մեր առաջարկած էսա, հետևաբար, Պարսկաստանից կներնուցի, չի ներնուցվի, բայց մեր խնդիրն է, մեր տեղական արտադրանքը մենք բարձր գնով վաճառենք։ Ժողովուրդ, խնդիրը կա, մենք չենք ասում խնդիրը չկա։ Հավաքվել ենք, դուք ասում եք կա, մենք ասում ենք չկա։ Պրոստը մեր բոլորիս հարցն է, պետք է դուք են նախաձեռնողներեք առաջարկ անենք, մենք ոնց անենք, մենք առաջարկն անել ենք, գնանք ամեն մեկս մեր գործով զբաղվենք, մեր համար մեկ խնդիրը լոլիկի վաճառքն է, բարձր գնով, ոչ թե 270 դրամով, և այդ շուկաներում մի կիլո պարսկական լոլիկ ու ոչ միայն լոլիկ չի լինել, հետևաբար մարդը չի մտնելու սուպերմարկետ, գալու էր այդ լոլիկը 500 դրամով առնի, 400 դրամով առնի, 550-ով առնի, եկեք մեր խնդրանքն է, եկեք այս բանը լուծումը մեզ հրատապ է պետք, գնանք աշխատենք այդ ուղղությամբ, մեր լոլիկը վաճառ, և դու ասում ես չի աշխատի, ես էլ վստահ ասում եմ կաշխատի, վստահ ասում եմ կաշխատի։ Դե պաստացիասն եմ հարցրեք, ես է կարողացում իրական ինչ անի։ Միան կարելի է հարցրած, մեր խնդիրը էդի չի, որ տանենք Երևան վաճառենք կամ խնդիր ունենք կամ վաճառելու հետ կապված։ Մեր հետ խնդիրը վաճառելը չի։ Մեր խնդիրը Պարսկաստանից օրինակ, չգիտեմ, մարդիկ ծաղիկ են արել, հեկտարով ծաղիկ են արել ու մեր 90 գյուղատնտեսության ջերմոցները ավելի շատ ծաղիկ է հիմա, քան թե օրինակ պամիդոր վարում, չգիտեմ, թյալամ կարտոլ օրինակ։ Այս խնդիրը հիմի Մեր գյուղի մասին եմ խոսում, ես գլոբալ եմ ասում, ծաղիկը ավելի շատ է։ Չէ, մի վարկյան, մեր խնդրի մասին եմ ասում ես։ Ես հարցը ինի կա, որ հիմա մարդիկ, որ ծաղիկը որ չեն դրել, իրանք էլ են ուզում ապրեն։ Վերջը իրանք էլ են թեքվելու էսի բանջարի վրա, այս ամեն ինչը թեքվելու է, այս մարդը ուզում է ապրի, պետք է բանջար դնի, ծաղիկը որ դուրս չի կարում հանի։ Գոնե այս ամեն ինչին մի հատ չգիտեմ, վաճառքի գին դրվի, օրինակ, չգիտեմ, 350 դրամ պետք է լինի բազարը, պարծիկն էլ պետք է բերվի այս գինը։ Եթե օրինակ լաստամոշկեն պետք է բերվի օրինակ 100 դրամ, ուրեմն չպետք է ժողովրդին էդի խփի։ Օրինակ, էսի մի հատ պետք է հաշվարկվի, որ էսի այս աճեքի մեջը ժողովրդին ձեռ է տալի այդ գինը, օրինակ, վաճառողին էլ է ձեռ տալի, օրինակ, քաղաքացուն էլ է ձեռ տալի,
որ մի հատ կոնկրետ գին դրվի, ոչ թե բարձիկը բերվի, օրինակ Վրաստանից բերել, այս գինը դնեն վաճառեն, գյուղացին ընդ ուժի, իմ ասացի միտքը 600 դրամ են վաճառվում։ Ուրախ կլինեք, որ ձեզ ասենք, չէ, պետք է օրինակ 400-ով վաճառես երկար։ 400-ով վաճառես։ Ես ունեմ 800 քառակուսի վառած ջերմոց ու գազով էլ չեմ վառում, ես քեզ ասեմ։ Գազով էլ չեմ վառում, 2000 մետր ունեմ առանց վառել դրած, առանց վառելա դրած։ Հիմա եսի 10 օր հետո անվառելը դուրս է գալու։ Մարդիկ անվառելը, հեսա հելավ այն վառածի հետ անվառելը։ Ինքը ես այդ 2 միլիոն դրամի գազ չեմ վառել դե։ Այդ խնդիրը չունեմ ես։ Այս խնդիրը չունեմ ես, որ պետք է լինի 400 դրամ։ Այս խնդիրը չունեմ ինձ։ Արդեն 2 միլիոն դրամ դե հլնեմա դուս արդեն։ Համաձայն եք ծախսիցը արդեն բակացում է։ Հիմա եթե ես էսի տանեմ բազարը, արդեն ես դա վրան ծախսը քիչ եմ արել։ Համաձայն եմ դու գին ըլնի։ Ես էսի տանեմ բազարը, ես պետք է արդեն այն մարդն էլա օրինակ գազ վառած ջերմոցն էլա նույն գինը ծախեմ, ես էլ եմ անվառել ծախում։ Դրան մի հատ ռեալ, չգիտեմ, չեմ ասում քաղաքացու մար լավ լինի, մեր համար սաղիս համար բերեք մի հատ տոշկա լինի, չգիտեմ, 300 դրամ լինի, 400 դրամ լինի, որ համ բացիկը բերի, դնի, վրացին բերի կարենա ծախի, մենք էլ կարենանք կտա մեջը, կարենանք տեղավորվենք, որ կարենանք մենք էլ մեր ապրուստը վաստակենք կտե, ոչ մեկից չի ուզեմ ասում ենք մի բերեք, բայց ամեն ինչը չափով, որևիցե մի բանը չափով լինի, ամեն ինչը իր գին ունենա։ Որ նախարարությունը մտնում է սուպերմարկետներ, քաղաքը շրջում է, գները նայում է 700 դրամ, 600 դրամ, կոպիտ ասած նախարարությունը ասում է, եկավ համար հələ 700 դրամ է, Պարսկաստանից թող բերեն, որ վերացնեն։ Այդպես է գալի, իսկ ոչ, այդպիսի բան չկա։ Խնդրում եմ, այն թեզերը այդպես հասկացել չեմ, որ հետևաբար, այն թեզերը, որոնք իրականության մեջ գոյություն չունի, խնդրում եմ, այդ թեզերը դա բացառեք, եկեք դա չկրտարկենք։ Կարելի է, պարոն նախարար, նախ վերադառնանք այդ քվոզայի պահը, եթե մենք հեռուստացույցով ու սոցցանցերով ենք տեսել, որ քվոզայի հարաբերյալ 26 թվականին Պարսկաստանից ներկայելու դեպքում հարգանքում։ Որովհետև ցանկացել է, որ ձեզ վախացնեն, անհանգստություն մտցնեն։ Մի կիլո քվոտայով ապրանք չի մտնում։ Ես ավելի ուրախ եմ, որ պարզաբանում է, մեզ օրինակ ես միշտ մտածել եմ ֆիա էդի արվել։ Թո արվել, ասենք, պոլիէթիլենային թաղանթի պահով, թո արվել պարատանութի պահով, որ բոլորիս վրա ազդեր։ Էժան լինել, մենք էլ պետք է էժան լինել, քաղաքացուն էլ էժան լինել։ Էդի մի խոսքով ֆարշ է, այդ որ տեսել են, քվոտայա հայտարարվել, չէ, չի աշխվել, այսինքն ոչ մեկին քվոտա չի տրամադրվել։ Հա, ուզում եմ ասեմ, մենք տեսել ենք հեռուստացույցով ու սոցցանցով, որ էդի այս թվի մեջ գործելու է։ Էդի ավելի ուրախ ենք հիմա, որ սուտ է, մի խոսքով։ Просто որ միջև մի գալիս եմ, որ միջև էս պահը չի։ Պարոն Մարզպետյան, էդի մենք որ տեսել ենք, ես դրա համար եմ, Ոստանները ֆիատ դրվում, յատումի երկրների մեջ, ես էլ եմ զարմացել, ֆիատ դրվել։ Մենք չենք կարող չտան, այսինքն այդ դրա հետ է կապված, բայց միջև էս պահը քվոտայով ապրանք չի մտնում, ժողովուրդ եկեք ամեն ինչ նենք մի կողմ, մի քիչ մենք մեզի մեր նեղություն տանք, մի քիչ է ձեզ իրավիճակը սենց է, այսինքն մի որ ասենք չի աշխատում ձեր առաջարկած թեման, ինչ անենք, եթե լոլիկը թա։ Չէ, ասեմ ես, դրա համար ասեմ, դու օրինակ դու պարոն փոխնախարար, որ ասում եք վատ միտք չի, կարելի է մի հատ էս շուկաների հետ կապված աշխատել, հիմա ես կոնկրետ, ես նորոն ստեղից 90%-ից կարող է չկարենանք գանք քաղաք, բայց ինչ-որ X վերավաճառողը, այս մեմանդարի կամ ասենք ուրիշ սիտիներին տվող այդ վերավաճառողը կարող է գատանի, տարբեր տեղերում իրականացնեն արժեքը, նույնը լինի, ասենք ինչ փոփոխվի սիտիների համեմատ, քաղաքացուն ավելի ձեռ կտա, մեզ է ավելի ձեռ կտա, որ այլընտրանք էլ կա էլի տանել։
Ժողովուրդ, բայց ես ուզում եմ որ մենք սա ֆիքսենք։ Վերավաճառողները Ես իրանց չեմ բան չեմ ուզում ասում։ ֆերմերային շուկայում վերավաճառողներ հայտնվեն։ Որովհետև ասեմ ֆերմերային շուկայում լինեն ֆերմերներ։ Բարոյ Մարդ կլինի, որը որ ձեր վստահելի ֆերմեր գործընկերն է, որը կարող համախմբի, մնացածի ապրանքները կազմակերպի, վաճառի, որ մենք վստահ կլինենք, որ ձեր արտադրանքը գուցե մեկը ավելի շատ զբաղված է արտադրության գործընթացներով, մեկը զուգահեռ այլ գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում եւ չի կարող դրանք բայց երբ որ մենք վերավաճառելու հնարավորություն ունեցինք, որպեսզի ֆերմերային շուկայում վաճառք իրականացնի, այդ նույն ձև հետո չեն կարողանա տարբերակել, թե ինքը տակից բերեց այլ երկրի արտադրանքը վաճառեց, էլի մեր ֆերմերի արտադրանքը մնաց։ Կարանի, իսկ մի հարցել այդ դեպքում։ Օրինակ մենք արտադրում ենք լավ, մի տոննա, այսօր մի տոննա լոլիկ ենք հավաքել։ Ես այդ մի տոննան հաստատ չեմ կարող վերավաճառել հրազդանի կողքի այդ ձեր ասած ցանցում։ Թող վաճառեմ 150 կիլոգրամ, 200 կիլոգրամ, այն 800 կիլոգրամը որտեղ վաճառեմ։ Իսկ եթե մի քանի տեղերում լինի։ Դե ես մի քանի տեղեր չեմ կարող գնալ, հենց հարցը դա է։ Ես մենակ այդ լոլիկը չի, տարբեր բաներ է, լավ գիտեք, որ այսօր մի բանում չես կարող ապրել, դժվար է։ Լոլիկ են ունենք, ելակ են ունենք, պարտուշկա են ունենք, հացահատիկ են, ցանկանում չեն անում ենք։ Այդ ամեն ինչի ժամանակապետ, որ կարողանանք տրամադրել, չեն կարող գյուղացին օրինակ կոնկրետ մենք չենք կարող վերցնել գնալ այդ ձեր ասած տվյալ շուկա, մենք կարողանանք մի տոն օրինակ գնում ենք շուկա, մի տոննա լոլիկ ենք տանում, մի 50 արգա աման ելակ ենք տանում կամ եւ այլն։ Այդքանը մենք չենք կարող այնտեղ վաճառել, ստիպված մեզ ձեռակալի այդ շուկաները եկեք ժողովուրդ, հետեւյալը, քանի որ ոնց հասկանում Ես ռեալ եմ ասում։ Մենք արդեն նույն բաների մասին ենք Ապա ես ամեն ուզում եմ ասել, որ եկեք հետեւյալը պայմանավորենք։ Նորա չդրան։ Նորա ջան, ինչպես մենք պայմանավորեցինք, այն երկու հարցի հետ կապված որ դուք բացատրեցիք, ես հեսա դե կոնտակտներ կգցնեմ, ես մի հատ այդ հարցը կքննարկեմ, դες արձագանքեմ։ Այն ինչ վերաբերում այդ հարցին։ Դες արձագանքեմ, հետագա գործողությունները վերաբերում արձագանքեմ։ Առաջարկի հետ կապված ուզում որ հիմա պատասխան չտանք, բայց մի հատ դուք էլ ձեր մեջ քննարկեք, ինչ կողմակերպ կարող է լինի Երևանում տարբեր վաճառական կենտրոններում վաճառք իրականացնելը, կամ մի տեղ կենտրոնանալը եւ վաճառք իրականացնելը, ինչքանով կարող է դա իրատեսական լինել, դա երկրորդ ուզում որ դուք մտածեք եւ մասնակի միջոցով նաեւ փոխանցեք կապի մեջ լինել փոխանցեք նաեւ էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի մենք կարողանանք Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ իրականացնել եւ երրորդը, որովհետեւ լսեցի մնացած տարբերակներ, եւ երրորդը եկեք մի հատ մտածենք, եթե որը այո, բայց վերջ ավարտել եւ երրորդը եկեք դուք մի հատ մտածեք, թե որը կարող է լինել օրինակ ձեր կողմից ինչ որ առաջարկ, որ այս ուղղությամբ եթե մենք աշխատենք ապա այս հարցին, ստեղծված իրավիճակային հարցին կարող է լուծում լինել։ Երբ որ դուք դա մտածեք, ուզում եմ լինել բաց, գրեածի, գուցե մի փոքր դա կարող է անհավանական հնչել, հա, թե որը կարող լուծում որպես լինի, գուցե անհավանական հնչել, բայց ամեն դեպքում ես կուզեմ, որ դուք համախմբված, բայց արտահայտեք այն մարդկանց կարծիքը, որոնք կարծում են, որ այսօր խնդիր է իրենց տնտեսությունում առաջացել, այդ հարցը կամ առաջարկները դուք թղթին տաք, կամ հանդիպենք, օրինակ մենք վաղը կարող ենք հանդիպել, վաղը չեմ այսօրը կարող ենք հանդիպել, նախարարությունը մի հատ նստենք, բայց արդեն ամփոփված ձեր կողմից առաջարկները, որտեղ մենք ինչ-որ բաներ առաջարկեցինք, այն հարցերի հետ կապված ես կզբաղվեմ, բայց գուցե կան այլ առաջարկներ, որոնք այսօր օրինակ ասենք պատրաստ չէին հնչեցնելու, բայց դուք օրինակ հաշվարկեք, ասեք գիտեք ինչ, եթե այս միջամտությունը իրականացնենք, ապա այս հարցը իրավիճակային հարցը լուծում կստանա եւ այս միջամտությունը ուղղակի անհրաժեշտ է իրականացնել օրինակ 10 օրվա կտրվածքով կամ 15 օրվա կտրվածքով, որովհետեւ դուք ունեք դրա հիմնական պատճառաբանությունները։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք այս տրամաբանությամբ երբ կներկայացնենք առաջարկը, հենց այդ վարքյանին էլ այդ հարցը կքննարկենք։ Կներկայացնենք
2 ժամ հետո, ուրեմն 2 ժամ հետո ես պատրաստ կլինեմ այդ ձեր ներկայացած առաջարկով, կապված առաջարկից քննարկել իմ գործընկերների հետ եւ այդ առաջարկը քննարկենք, բայց կուզեմ որ նաեւ այն առաջարկը, որը ես հնչեցրեցի, այդ մասին էլ մտածեք, գուցե քննարկեք, ասեք, գիտեք, ընդհանուր առմամբ ինքը լավ տարբերակ է, բայց կոնկրետ Արշալուս գյուղը դժվարանում է կազմակերպչական աշխատանքներ իրականացնել կամ մնացած բաներ։ Գուցե դուք առաջարկեք, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ երբ իրավիճակը մի փոքր բնական հունից շեղվում է, ապա արդար չի, որ մի կողմն է միայն, օրինակ, ինչ-որ աշխատանքներ ավել իրականացնում, պետք է բոլորս այդ իրավիճակում, բնական շեղված իրավիճակում, բոլորս սկսենք ինչ-որ ավել աշխատանք իրականացնենք, որը որ մենք սովորական մեր աշխատանքների ժամանակ այդ աշխատանքի ծանրագործությունը, այդ ծավալը չի։ Հիմա խնդրանքսեմ մի հատ էլ ուղղակի ձեզ դսեմ եւ ամփոփենք, բայց եկեք այս տրամաբանությամբ շարժվենք առաջ։